Այսօր իշխանական թևը նշում է քաղաքացու օրը։ Այսօր հենց այդ քաղաքացիներից մեկի Սոնա Մնացականյանի մահվան 3-րդ տարելիցն է։ Սոնան կրծքի տակ իր չծնված երեխան մահացավ Պարոնյան Լեո Խաչմերուկի հենց այս հետիոտնային անցումի վրա Փաշինյանի ավտոշարասյունն ուղեկցող մեքենայի հարվածից։ Դուրս եկանք, աղջիկը այստեղ ընկած էր։ Նիկոլ Փաշինյանը երբ անցավ, աղջիկը այստեղ պարկին, բայց դենա արագ գնաց։ Ողբերգական դեպքից մի քանի րոպե հետո մինչ մեր նկարահանող խումբը դեպքի վայրում զրուցում էր տեսածից քարացած ականատեսների հետ, իշխանական լրատվամիջոցները, Փաշինյանի մերձավորները շտապում էին տեղի ունեցածը ցավալի միջադեպ, դժբախտ պատահար որակել, սկզբում նույնիսկ չնշելով, որ ամենագնացը որևէ կապ ունի Փաշինյանի ավտոշարասյան հետ։ Հետո սկսվեց արդարացումների մի երկար շղթա։ Սկզբում ասացին, թե Փաշինյանը չէր նկատել մեքենայի տակ ընկած կնոջը, նկատեր հենց ինքը շտապ օգնություն կկանչեր։ Ավելի ուշ, թե ավտոշարասյունը ըստ պրոտոկոլի ոչ մի դեպքում իրավունք չունի կանգնել։ Այս թեզի առաջամարտիկը վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալն էր Տարոն Չախոյանը, որը ավտոշարասյան չկանգնելն արդարացնում էր այդպես էլ հողում չանելով որևէ կոնկրետ կանոնակարգի։ Պարտավոր է կանգնել վարորդը, տեսնել իրավիճակը ինչպիսին է, շտապ օգնություն կանչել, եթե պետք է, այսինքն առաջին օգնությունը պիտի ցուցաբերի, կարող էր գոնե մեկ մեքենա, հենց վարորդի մեքենար կանգնել եւ այդ օգնությունը ցուցաբերեին։ Թե Հայաստանի քրեական օրենսգիրքը, թե միջազգային կոնվենցիան պարտադրում են վթարի մասնակից վարորդին կանգնեցնել տրանսպորտային միջոցն ու օգնություն ցույց տալ տուժածին։ Կառավարության դեռ 2007 թվականի որոշմամբ կապույտ արկայծող փարոսիկը միացրած տրանսպորտային միջոցների վարորդները անհետաձգելի ծառայողական առաջադրանքներ կատարելիս կարող են չպահպանել ճանապարհային երթևեկության որոշ կանոններ միայն համոզվելով, որ ճանապարհն իրենց զիջում են։ Որոշման մեջ նշված կետերից ոչ մեկը վրաերթից հետո չկանգնելու արտոնություն չի տալիս Շարասյան մեքենաներից եւ ոչ մեկին։ Ինչ է նշանակում ավտոշարասյունը իրավունք չունի կանգնելու։ Նման օրենքի ընդհանրական ակտ բարձրապես գոյություն չունի։ Այսինքն ավտոշարասյունը բոլորին տակը գցելով գնում, ես չեմ պատկերացնում էլ նման մարդ, ով ունենա նման տրամաբանություն։ Եթե անգամ վարչապետին ուղեկցող ավտոշարասյան գործողություններն իրականացվում են ինչ-որ գաղտնագրված արարողակարգի կամ կանոնակարգի համաձայն, ապա դա չի կարող գերակա լինել օրենքի նկատմամբ, պնդում են իրավաբանները։ 2019-ին թվում էր, թե Փաշինյանն այս օրենքին լավ ծանոթ է։ Հայաստանի Հանրապետության վարչապետի ավտոշարասյունը կանգ է առնում լուսացույցի արգելող նշանի տակ բացառությամբ հատուկ դեպքերի։ Հատուկ դեպքերն են, երբ որ ինչ-որ տեղից ուշանում ենք, միջազգային հյուրեր են սպասում եւ այլն։ Ես ընդհանրապես եւ օբյեկտիվ պատճառներով ենք ուշանում։ Եվ քաղաքացիներին զիջում է ճանապարհը հետիոտային անցումների վրա։ Թղի կնոջը մահացու հարված հասցրած վարորդին իր բնակավայրում ճանաչում են Ծեծեմ Արամ անունով։ Նրան մեղադրանքի առաջադրված 2 հոդվածով վրաերթի եւ մահացածին պատահարի վայրում թողնելու։ Վարորդը գերազանցել է շրջադարձի վրա թույլատրելի մինչև 100 կմ/ժ արագությունը, որը թույլատրվում է միայն հրատապ հանդիպումների ժամանակ։ Վարորդը չի նվազեցրել այն նույնիսկ հետիոտնային անցումին մոտենալիս։ Այս դեպքում օրինակ իրան գնում էին քաղաքացիական պայմանագրի խմբակցության նիստին եւ այդպիսի պետական հրատապ ինչ որ գործ չէր, որ իրենք մի քանի րոպե հետո, մի 5 րոպե հետո որ հասնեին, խնդիր չէր լինի։ Ակնհայտ է, որ նման Խաչմերուկում 100 կմ/ժ արագություն ինչ որ օրենքով սահմանված վերին շեմն է արագության, նույնիսկ դա բավականին բարձր արագություն է, որտեղ շրջադարձ կատարելիս հատկապես խնդիրը նաև այն է, որ չեն հասցրել ճիշտ կարգավորել Խաչմերուկը։ Եթե ուշադիր նայենք, կտեսնենք, որ այնպիսի հապճեց բարագությամբ է այդ Խաչմերուկը կարգավորվում եւ Սոնայից առաջ էլ դեռ հետիոտներն էին անցնում, որ ուղղակի այդ արագության մեջ կողմնորոշելը բավականին բարդ է եւ կարող է չհասկացվեր, թե հրանգիչը ինչ է ուզում, հա, կարգադրողը ինչ է ակնկալում իրենից։ Նաեւ այդ արագությամբ սլացող մեքենան այդ պտույտի ընթացքում, շրջապտույտի ընթացքում որ ընթանում է, չես կողմնորոշում, թե ինչպես է վարելու, դու որ կողմ պիտի գնաս։ Անհասկանալի էր կարգադրանքը, ինչպես վարվել եւ անհասկանալի թե որողությամբ է գնում մեքենան։ Տեսագրությունից էլ ակնհայտ է, որ Լեո Պարոնյան Խաչմերուկի երթևեկությունը այդ տարածքում գտնվող մարդկանց շարժը չի կարող վերահսկել ընդամենը մեկ կարգավորող, պնդում է Սոնա Մնացականյանի փաստաբանը։
Ոստիկանությունը այդ հարցերը պատասխան չտվեց, ընդհանրապես շատ կարճ է պատասխանել քննիչի հարցմանը, որ մենք գտնում ենք, որ Տիեզերև խաչմերուկում մեկ կարգավորողը բավարար է, վերջ։ Ռաֆի Ասլանյանի խոսքով պետք է պատասխանատվության ենթարկվեր եւ վարորդը, եւ ավտոշարասյան ղեկավար կազմը, եւ ճանապարհի անվտանգությունը կարգավորողը, բայց դատավարության այս 3 տարիների ընթացքում ոչ ոք նույնիսկ աշխատանքից չի հեռացվել։ Այս ընթացքում դեռ հիմնական մեղավորները չեն պատժվել, ազատության մեջ են, վարորդը կալանքի չի ենթարկվել, շարունակում է իր աշխատանքը։ Իրավապաշտպանի պնդմամբ այս 3 տարվա ընթացքում կարևոր ապացույցներ են ոչնչացվել, որոնք կօգնեին շուտ բացահայտել քրեական գործը։ Օրինակ անհետացել է ռադիոկապի խոսակցությունը, որը ըստ ոստիկանության չի ձայնագրվել, իբրև տեխնիկական անսարքության պատճառով։ Դա այն միակ հնարավորությունն էր պարզելու, թե ով ինչ հրահանգ է տվել, երբ է տվել, ինչպես է որոշվել, որ այդ ուղով պիտի գնան, երբ է հրահանգը տրվել կարգավորողին, ինչու է այդ արագությունը որոշվել հենց այդ խաչմերուկում եւ հետո դեպքից հետո ինչպես է որոշվել, որ ոչ ոք չպիտի կանգնի գնա։ Մի խոսքով սա այն հարցերն են, որ ամենակարևոր հարցերն են, որոնց պատասխանը ձայնագրության բացակայության պատճառով մենք չենք կարող ունենալ, միայն կարող ենք ընդհանրել։ Կանայանի խոսքով դատավարությունների ընթացքում տուժող կողմին անընդհատ էմոցիոնալ կտանքների են ենթարկել։ Նիստերից մեկի ժամանակ Սոնա Մնացականյանի հորեղբայրը կաթված է ստացել։ Նիստի ընթացքում բնականաբար պիտի կադրերը ցուցադրեին։ Այդ կադրերի ցուցադրության ընթացքում, այսինքն ամբողջ 1.5 ժամ, 2 ժամվա ընթացքում հարազատները ստիպված էին մահվան կադրերը կրկին եւ կրկին նայելու եւ այս process-ը չէր դադարեցվում, այն դեպքում, որ մեղադրյալի պաշտպանները հարցերի պատասխանները ստանում էին։ Կանայանի տպավորությամբ այս ամենը հատուկ է արվում, որպեսզի քրեական այս գործը ձգձգվի այնքան, մինչև լրանա վաղեմության ժամկետը գործը կարճվի։ Մատների վրա կարելի է հաշվել այս գործով 2 տարվա ընթացքում կայացած դատական նիստերը։ Մեղադրյալի պաշտպանները բացակայում են նիստերից, անցյալ տարի 2 անգամ նիստի չեն ներկայացել, այս տարի 1 անգամ եւս էլի չներկայացան, հետաձգվեց։ Բացի այդ, նիստի ժամանակ ոչ բովանդակային այդպես ձգձգվող մոտեցում կա, հենց մեղադրյալի պաշտպանների կողմից, այս գործը ձգձգվում է։ Ձգել մինչև վաղեմության ժամկետը լրանա, կարծում եմ։ 2027-ի ապրիլին կլրանա վաղեմության ժամկետը 5 տարին։ Այդ քրեական վարքը ի սկզբանե կոնկրետ գտնվել է պետական ամենաբարձր մակարդակում ուղղորդման ներքո եւ ամեն ինչ արվել է, որպեսզի վարորդը մնա ազատության մեջ։ Փաշինյանի ավտոշարասյունն ուղեկցող սպայական վաշտի հրամանատար Արամ Նավասարդյանը ազատության մեջ է, Փաշինյանի անվտանգությունն ապահովող ամենագնացները շարունակում են սլանալ կատաղի արագությամբ մայրաքաղաքի ամենաբանուկ փողոցներով, միջմարզային ճանապարհներով, խախտելով թե թույլատրելի արագությունը, թե ճանապարհատրանսպորտային կանոնները։ Մինչ Սոնայի դեպքը 1 ամիս առաջ գեթե մի քաղաքացի հիմի անունը չեմ հիշում, վիդեո էր տեղադրել, երբ շարասյունը այդպես ճանապարհին հանդիպակաց գիծ է կառնում եւ կտրուկ հրահանգում որ կանգնեն, այնպիսի վթարային վիճակ էր, եթե ճիշտ չկողմնոշվել, նույն բանը իրեն կարող էր պատահել։ Ապրիլի սկզբին էր մի նմանատիպ դեպք եղել։ Երևանում կառավարական համարանիշներով ջիպը երթևեկել էր հանդիպակաց, անցել կարմիր լույսի տակով, իսկ հետիոտները, այդ թվում մանկասայլակով կինը, հրաշքով էին փրկվել։ Լիլիթ Գասպարյան, Առաքել Օհանյան, Աշոտ Մնոյան եւ Անի Ղանդիլյան, Հայլուր։